Վերջից հարգելի գործընկերներ, այսօր մեր հյուրն է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանչարյանը, մենք այսօր կխոսենք հենց այսօր տեղի ունեցած մի շարք անձանց զրկականությունների մասին։ Ճիշտ ասած, այսօր ինձ տասնյակ լրագրողներ են հանդիպել այդ դեպքի հետ կապված եւ զարմանալի է այս հիմա ներկայություն քանակը ինչպեսի վիճակի հիմա, որովհետեւ եթե այստեղ միտում չկա, պետք է որ վիճակը ուրիշ լիներ։ Լավ, խոսենք ըստ էության։ Վերջի 2-3 տարիների ընթացքում բոլոր մամլոասպիցների ժամանակ, որ մենք ձեզ հետ հանդիպել ենք, ես խոսել եմ անպատճառ ինչ է կատարվում աշխարհում, տարածաշրջանում, հետո նոր անցել մեր այս կամ այն իրադարձությանը զուտ մի պատճառով, որպեսզի բոլորի ուշադրությունը հրավիրեն, որ մենք հայտնվել ենք մի աշխարհում, որը ցնցումների մեջ է, որի ցնցումները պետք է ուժեղանան եւ անպատճառ ներառվեն եւ մեզ, այս կամ այն չափով։ Իսկ չափը շատ բանով որոշում ենք նաեւ մենք, այս կամ այն իրավիճակը ձևավորելով երկրում։ Մենք ոչ մի բանով ավելի լավ վիճակում չենք այսօր, քան Սիրիան կամ Իրաքը կամ Լիբիան, երբ որ նրանց սկսեցին վերածել քաոսի։ Այսօր Հայաստանում իրականացվում է երկու հստակ գործընթաց, հստակ ձևավորված։ Երկրի դեպոպուլյացիան, երկիրը ազատվում է բնակչությունից, եւ երկրի նախապատրաստումը քաոսի։ Մենք 2 տարի է խոսում ենք սրանից, որ բոլոր երկրներում տարածաշրջանի այս միտումը երևում է։ Երևում է նաև միտում տարածաշրջանից դուրս, այսինքն մենք միտումներ տեսնում ենք Եվրոպայում, միտումներ տեսնում ենք Ռուսաստանում։ Այսինքն աշխարհի ուժեղագույն ինչ-ինչ ուժեր փորձում են քաոս տարածել ամբողջ աշխարհով։ Ինչու եւ ինչ այսօր ես չեմ տարածի դրա մասին, որովհետեւ բազմաթիվ անգամ խոսել ենք, եթե պետք է մի կանդադառնանք նաեւ դրան։ Կարևորագույնը նա է, որ մենք գիտենք, որ այդպիսի աշխարհում ենք ապրում եւ մենք կամաց-կամաց դառնում ենք այդ աշխարհի կիզակետերից մեկը։ Ինչի եմ ասում դառնում ենք արդեն։ Մեկը ինչ է գնում երկրի ներսում, մենք տեսնում ենք, դրան կանդադառնանք, բայց երկրից դուրս մեր հարևանների մեջ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը արդեն թիրախավորված է որպես քաոսի երկիր եւ քաոսը տարածվելու է Ադրբեջանի վրա։ Թուրքիան է թիրախավորված որպես քաոսի երկիր եւ մեծ հավանականությամբ նաեւ Թուրքիան է հայտնվելու ցնցումների մեջ։ Շատ տագնապալի դիտումներ կան նաեւ Վրաստանում։ Եվ այս իրավիճակում, երբ որ այսպիսի բան է, այդ երկրներում կարծես թե մարդիկ փորձում են խուսափել։ Նույն հարևան Ադրբեջանում երկրի ղեկավարը փորձում է ինչ-ինչ քայլեր անել ժողովրդի հետ կապված, ինչ-որ կաշառակերների ձերբակալել, աշխատանքից ազատել, ինչ-որ ուրեմն քայլեր կատարել սոցիալական այս կամ այն կողմերը լուծելու։ Հայաստանում ճիշտ հակառակ գործողություններն են գնում, որտեղ Հայաստանը իր ներուժով առավել հեռու է քաոսից, մենք շատ ենք կշռադատված, քաղաքականների տան առավել պատասխանատու է, ավելի համենայնդեպս պատասխանատու, քան հարևան երկրներում։ Եվ այս իրավիճակում կարծես թե ինչ-որ մի ուժ, արտաքին ուժ, մղում է եւ նրա հետ աշխատում են ներքին ուժերը, որոնք երկիրը նախապատրաստում են քաոսի, երկրում իրականացնում են դեպոպուլյացիա։ Հայերը պետք է այստեղից մեկնեն, այստեղ ինչ-որ այլ բանի համար է նախապատրաստում։ Մենք այն նշած պետություններից Սիրիայից, Իրաքից, Լիբիայից, որտեղ ասում եմ, լրիվ բարբոք վիճակում բերեցին շատ արագ մցրեցին ցնցումների մեջ, տարբերվում ենք մի բանով։ Մենք մի շատ ծանր բաներ ունենք, բացի այնից, որ վատ է մեր ներքին իրավիճակը, մի շատ ծանր հանգամանքներ ունենք, դա պատերազմն է։ Պատերազմի հետ կապված նույնպես նկատում ենք գործողություններ։ Տասնյակ անգամ զգուշացվել է ինչ է կատարվում Նախճեվանում։ Նախճեվանի մասին գրել են եւ լրատվամիջոցները եւ հայտնի է շատ բան պետական համակարգին եւ դրա մասին խոսել ենք, որ պատերազմի տարիներին 92-93 թվականին հիմնական հարվածը Թուրքիան նախապատրաստել էր Նախիջևանից։ 93 թվականին պետք է ճեղքվեր Զանգեզուրը, այնտեղ մտցվում էին ռեզերվիստներ, այնտեղ մտցվում էին ուժեր։ Այսօր նույնպես Նախճեվանում մտցվում է մեծ քանակով ուժեր։ Բանակային ղեկավարությունը երբեք ուշադրություն դարձրել է այն փաստի վրա, որ բոլոր հարվածները ռազմական գնում են հյուսիս-արևելյան շրջաններում։ Իսկ հարավայինը խաղաղ է։
2 տարի այդպես է։ Եթե դուք նայեք, համարյա բոլոր զորերը հյուսիսարևելյան շրջանում են։ Դա նշանակում է, որ հարավային շրջանում ինչ-որ բան նախապատրաստվում է։ Այսինքն ամեն վայրկյան քաոսի այդ միտումները կարող են ուժեղացվել նաև պատերազմական գործողություններով։ Սա այն իրավիճակն է, որում հայտնվել է Հայաստանը։ Եվ այստեղ մի հարց կար։ Մենք բազմաթիվ անգամ ձեզ հետ խոսել ենք, որ Հայաստանի ղեկավարությունը, Հայաստանի քաղաքական ուժերը, տնտեսական համակարգը հայտնվել են արտաքին կառավարման ներքո։ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը գործում է իրականացնելով արտաքին թելադրանք։ Եվ այս իրավիճակում պետք է տեսնել ուղղակի քաոսի ձևավորման, դեպոպուլյացիայի իրականացման գործում Հայաստանի ղեկավարությունը կմնա մինչև վերջ արտաքին ուժերի գործիքը։ Վերջին այդ խայտարակությունը, որ Հայաստանում կատարվեց, այս հայտնի խումբը, որը մեղադրվեց նրանում, որ ուրեմն պատրաստում էր հանցագործություն, եւ դրա հետ կապված ձերբակալությունները։ Այստեղ նույնպես զարմանալի բաներ են կատարում։ Նախ եւ առաջ շատ արագ հայտնի դարձավ են արտահոսքերից, որ թույլ են տալիս, որ խումբը վաղուց գտնվում է հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո։ Այսինքն նրանք սկզբից կարելի է այսպես ենթադրել, այն ինչ որ նշված է, որ քեսապ մեկնելուց սկսած այդ երիտասարդը, որը խմբի ղեկավարն է, նա գտնվել է անվտանգության օրգանների ուշադրության ներքո։ Հետևաբար մեզ այսպես խորամանկ հասնելով ասում են, իրենց թողել ենք պատտվել Հայաստանով մեկ, իրենք հայտարարել են, որ ուզում են տապալ են այս իշխանությունը, կատարել ինչ-ինչ ուժային գործողություններ նրա դեմ եւ խոսել են երկրում ես չգիտեմ ում հետ չեմ խոսել։ Հարյուրավոր եւ հազարավոր մարդկանց հետ։ Այսինքն տպավորությունը այնպեսին է, որ երկրի ղեկավարությունը կատարել է երկու գործողություն։ Մեկը երկիրը խայտարակ վիճակի մեջ է, ուրեմն բերել հասցրել, կատարել բազմաթիվ հանցագործություններ, այսինքն իշխանության զավթում, ուրեմն բոլոր պետական մեխանիզմների եւ համակարգերի տապալում, որով ժողովուրդը իրականացնում է իր գործողությունները։ Տնտեսական վիճակը այնպեսին է, որ մարդիկ ուտելու հաց չունեն եւ այլը, եւ այս իրավիճակում ժողովրդի մեջ նաև արտանետել է մի խումբ, որը զբաղված է սադրանքով ըստ էության։ Այսինքն խումբը չի, եթե խումբը սկսել է գործել իշխանություններ, անգամ վերցնենք խումբը լրիվ անկեղծ է, իրոք ազնիվ մարդիկ են, որոնք տեսել են, որ այսպես էլ այլևս հնարավոր չի ապրել եւ ուզում են անգամ զինված ճանապարհով փոխել իրավիճակը։ Բայց իշխանությունը դա իմացել է, ուղեկցել է եւ հավաքել է այսպես մարդկանց փաստորեն իշխանությունը արդեն սադրել է ինչ-ինչ գործողությունների, որի համար հիմա նրանց հերթով ձերբակալում են։ Ու մեծ զրուցել են ձերբակալում են։ Սա նշանակում է իշխանությունը կրկնակի հանցագործություն է կատարում։ Մեկը, որ ստեղծել է մի իրավիճակ, երբ որ մարդիկ ուրեմն զինված ճանապարհից բացի ուրիշ ճանապարհ չի թողել, որտեղ բոլոր օրինական ճանապարհները ինքը խախտել է, եւ հետաբար ինքը տերորիստական խումբ է, ճիշտ հասկանանք։ Իշխանությունը ինքը տերորիստական խումբ է, մարտի 1-ին գնդակահարել է ժողովրդին, հետո ուժային ձևով զավթել է իշխանությունը, պահպանել է տնտեսական եւ այլ համակարգերը վեցը, մարդկանցից խմում է ուրեմն ապրելու բոլոր հնարավորությունները, քշում է նրանց երկրից փաստորեն։ Այդ դեպքում ցանկացած գործողությունները քաղաքացիների նրանց դեմ, այդ թվում նաև ուժային, օրինական են։ Նրանք կասեցնում են իրենց դեմ ուղղված հանցագործությունները։ Մարտի 1-ով ոչ ոք կալանավորված չէ։ Ոչ միայն կալանավորված չէ, խրախուսված են։ Հիմա այս վիճակն է ստեղծել երկրում փաստորեն եւ ուրեմն այս խումբը դրանից հետո գործում է եւ կատարում է երկրորդ հանցագործությունը։ Քանի որ մարդիկ այդպիսի անասելի վիճակում, անտանելի վիճակում են, նրանք արձագանքում են այդ խմբին խոսելով, ասենք թե կարեկցելով եւ այլ եւ այլ։ Հիմա ուրեմն անդրադառնանք արդեն իշխանության գործողություններին այս խմբի հետ կապված ինչ է եղել։ Ես նախորդ ասուլիսներից մեկում ձեզ բոլորիդ հիշեցրեցի դեպքը, որ կատարվել էր Վազգեն Սարգսյանի հետ։ Այդ ժամանակ Հայաստանում էլի շատ բարդ վիճակ էր, Հայաստանը էլի գտնվում էր արտաքին ճնշումների տակ կապված Ղարաբաղի գործընթացի հետ, եւ Հայաստանում իրականացվում էր իշխանափոխություն։ Եվ ասացի Վազգեն Սարգսյանը ինչպես արձագանքեց նման մի խմբի մասին իրեն, երբ որ տեղեկացվել են, իսկ տեղեկացել է ըստ ամենայնի Սերժ Սարգսյանը, որովհետեւ նա է եղել ուրեմն ղեկավարը հատուկ ծառայությունների, եւ դրանից հետո Վազգեն Սարգսյանի արձագանքը, որ նա ամեն ինչ արեց, որ
գործառույթը անցնցում տարածվի եւ քաղաքական համակարգը չտնցվի։ Մեջբերում անեմ Սերժ Սարգսյանից հոկտեմբերի 27-ից հետո։ Նայիրի Հունանյանը խոսել էր Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգի հետ։ Բոլորի վերաբերյալ եթե նրա ցուցմունքները նայեք, շատ քաղաքական գործիչների վերաբերյալ կան նրա ցուցմունքները, որ հանդիպել է, խոսել է եւ նրանք խրախուսել են ասել իհարկե պետք է ազատվել այս ինչ մարդուց, այն ինչ մարդուց, ում տվյալ քաղաքական գործիչը վատ է վերաբերում։ Նրանցից ոչ ոք չի կալանավորվել։ Սերժ Սարգսյանի կողմից, Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Ինչու՞։ Որովհետև նրանք համարում են, որ ուրեմն այդ իրավիճակում մարդիկ արձագանքել են եւ դրա մեջ ուրեմն պետք չի տեսնել, որտեղ դա կկանգնեցնի երկիրը շատ ավելի ծանր ցնցումնային վիճակի եզրի։ Այսօր ես նույնիսկ հիմա գնահատական չեմ տա, ճիշտ է, սխալ է այդ արածը, բայց կարևորը որ Սերժ Սարգսյանը գործել է այդպես։ Այսօր նա գործում է հակառակը։ Ինչ է եղել։ Այսօր վիճակ, այն ժամանակ, ասում են 27-ից հետո, կատարված հանցագործության մասին է խոսքը, կատարված ոչռագործության։ Այսօր չկա կատարված, մենք դեռ չգիտենք ինչ է եղել, չգիտենք ով է սադրել, չգիտենք ով է արել եւ այլն։ Եվ Սերժ Սարգսյանը սկսել է ուրեմն կալանավորել ամեն մի մարդու, որի հետ զրուցել են, խոսել են, էս են արել եւ այլն։ Ես կարծում եմ, որ դա կատարվում է արտաքին թելադրանքի ներքո։ Որովհետև եթե Սերժ Սարգսյանը ինքն իրեն է գործում, ինքը մի իրավիճակում գործել է մի տրամաբանությամբ, հիմա գործում է այլ տրամաբանությամբ, որն է դրա պատճառը։ Եվ այսպես, մենք կարող ենք սա էլ համարենք հերթական կալանքներից մեկը, այս 25 տարվա ընթացքում այնքան կալանավորումների տեսել իշխանության կողմից մարդկանց, որ արդեն երևի թե խոսել դեռ ավելորդ կլիներ, եթե չլիներ այս գերվտանգավոր վիճակը։ Ես ուզում եմ ասել, երևի թե արդեն բոլոր դեպքում այդ տագնապը, 2 տարի առաջ, 3 տարի առաջ որ խոսում էին, այդ ամենը շատ հեռու էր, մարդիկ այսպես աղոտ էին ընկալում։ Բայց հիմա այդ ամենը կանգնած է մեր շեմին։ Ամեն վայրկյան Հայաստանը կարող է հայտնվել ցնցումների մեջ։ Եւ այսօր մի շրջանակ գծել ասել ես մենք ենք իշխանությունը, որը ձեզ ճնշում է, ձեր ունեցվածքը խլում է, ուրեմն ձեզ ենթարկում է ամենաանարդար վերաբերմունքին եւ մնացածը դուք եք։ Այս վիճակում մի կայծ է պետք, որպեսզի ամեն ինչ բռնկվի։ Կայծը ինքը ամեն վայրկյան ստեղծում է։ Մի հատ սրան է, մի հատ նրան է, մի հատ այսպես է, մի հատ այնպես է։ Եվ դա շատ լավ իմանալով, այն ինչ որ ձեզ պատմեցի Նախճեվան, ոտնձգություններ են կատարում նաև Հայաստանի նկատմամբ։ Այստեղ տարբեր տարրեր են հայտնվել, ես հույս ունեմ, որ հատուկ ծառայությունները ֆիքսում են այդ տարրերի այստեղ հայտնվելը, որոնք կարող են իրենք նման կայծերի աղբյուր լինել։ Մինչև չի սկսում ագործածը, չես ընկալում, որ այդպես է։ Հիմա մեզ պետք է ժողովրդի մաքսիմալ կոնսոլիդացիա։ Ինչ է պետք անել այս ստեղծված իրավիճակում։ Ուրեմն առաջինը պետք է կարողանանք հասկանալ։ Վերջապես ով է Սերժ Սարգսյանը։ Նա մի մարդ է, որը զբաղեցնել է նախագահի պաշտոնը, ինչ ճանապարհով հիմա չեմ քննարկում, եւ բազմաթիվ նախորդ դասուլիսների ժամանակ ասել եմ, ես անհավատարությունների կան, բայց չեմ ուզում հիմա դրա մասին խոսեմ, որտեղ իրավիճակը շատ ծանր է։ Ու հայտնվել է արտաքին կառավարման ազդեցության ներքո։ Այդ մարդը, որը ի վիճակի է դուրս գա արտաքին կառավարությունից, ի վիճակի չի։ Սա պետք է հասկանանք։ Եթե նա ի վիճակի է, նա պարտավոր է անմիջապես կասեցնի այս անհատետ գործընթացը։ Այս ձերբակալությունները, հետապնդումները, որոնք միայն լարվածությունը երկրում ավելացնում են։ Երկրորդը նա պարտավոր է ուրեմն պետական քաղաքական համակարգերում սկսի երկխոսություն, բազմախոսություն, մեղմացնի բոլոր այդ անարդարությունները եւ այլն, երկիրը նախապատրաստելով հնարավոր գործողությունների քայքայիչ ընդդեմ երկրի, որոնք տանելու են երկիրը դեպի քաոս։ Բայց կարող է պատահել Սերժ Սարգսյանը ի վիճակի չի դառնել։ Կամ այնպիսի արտաքին կառավարման ուրեմն լծակների տակ է, որ ի վիճակի չի դա հաղթահարել, կամ հոգեբանական եւ այլ այնպիսի վիճակի են բերել, որ ինքն է դարձել մասը այդ ամբողջ համակարգին։ Ինչ ենք արել մենք նման իրավիճակներում Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Այդ պատերազմի ժամանակ ինչպես գիտեք, ես ղեկավարել եմ երկրի անվտանգության համակարգը, եղել եմ Ղարաբաղի շտաբի պատասխանատուն, այսինքն բոլոր հարցերը կատարում այդ շտաբը։ Այս շտաբում ներկայացված էին Ղարաբաղի, Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր կարող ուժերը, բոլոր հնարավորությունները։ Երկիրը աշխատում էր բացարձակ կոնսոլիդացված։
Այսօր վիճակը 100 անգամ ավելի ծանր է երկրի համար, քան այն պահին, երբ որ հակառակորդի բանակը հայտնվել էր Ստեփանակերտի մատույցներում եւ չէր երևում ճանապարհը, որով կանգնացնել։ Եվ այն ժամանակ մեր քաղաքական համակարգը ֆանտաստիկ կարողություններ է դրսևորել։ Մեր ամբողջական այդ համակարգը երկրի կարողությունները հսկայական են, ժողովրդինը հսկայական են, եւ այսօր մեզ պետք է անհապաղ մոբիլիզացիա։ Պարոն Անուշարյան, ասում եք, որ զենք են հայտնաբերել։ Ես հիմա կպատասխանեմ ձեր հարցերին։ Մի քիչ դրա վրա է։ Մեկ վայրկյան ես հիմա կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Ուրեմն այս իրավիճակում ես ասացի այդ համակարգերի ձևավորումն է շատ կարևոր եւ իշխանությունը քանի որ գործում է հակառակ տրամաբանության մեջ պարտավորությունն է բոլոր ուժերի երկրի անվտանգության համակարգը ձևավորել։ Ես կոնսուլտացիաներ եմ սկսել այսօրվանից բոլոր այն անձանց հետ, ովքեր պատերազմի տարիներին ապահովել են երկրի անվտանգությունը, երկրի պաշտպանությունը։ Ղարաբաղում, Հայաստանում եւ Սփյուռքում մենք ձևավորել ենք երկրի անվտանգության եւ պաշտպանության համակարգ է, ոչ միայն Հայաստանի ազգային համակարգ է, հայության, որովհետեւ այսօր թիրախավորվել կարող է ցանկացած կետը։ Այն իրավիճակում, երբ որ երկրի պետական համակարգը պարալիզացված է, ապա մենք պետք է կարողանանք ձեսել, իրականացնել գործողություններ, որոնք մի կողմից կապավեն անհրաժեշտ ճնշում այդ համակարգի վրա, որ նա չկարողանա կատարել արտաքին պատվերներ, իսկ այդ ճնշման արկայության դեպ բոլոր հայրենասիր մարդիկ ի վիճակի կլինեն նաև ծառայել իրենց երկրին, այդ նույն պետական կառավարման համակարգում։ Ուրեմն սա երևի թե բոլորի խնդիրն է։ Ես աշխատելու եմ բոլորի հետ, ովքեր այդ բանը իրականացնեն եւ այսօր ովքեր կարող են այդ բանը անել, որովհետեւ այլ ճանապարհ մենք ուղղակի չունենք։ Երկրի անվտանգությունը, պաշտպանությունը ապահովող բոլոր համակարգերը այսօր գործում են մի այլ տրամաբանության մեջ, որոնք խրախուսում են քաոսը։ Հիմա խնդրեմ Որոշում նորմալի զենք են հայտնաբերել, ինչու են հենց այս մարդկանց տները ստուգում կլիներ նաև այլ գործիչներ, որոնց բնակարաններում կարող է մի քանի կիլոգրամ զենք լինի եւ այլն, ինչու հենց նրանք ընտրվեցին որպես քիա։ Գիտեք, այդ ինչու, երբ որ արտաքին կառավարում է իրականացվում, մի քիչ դժվար է բարձել։ Եթե ասեմ, որտեղ արտաքին կառավարիչները շատ ավելի նուրբ են, քան մենք, օրինակ այլ մարդիկ ում մասին խոսում ենք, ես երեքին, այսպես մոտիկից ճանաչում եմ, դա երկու ազատամարտիկներ են, որոնք ազնվագույն մարդիկ են եւ մեծագույն հերոսություններ են կատարել պատերազմի ժամանակ։ Բացարձակ նվիրալներ։ Ովքեր են անունները։ Ուրեմն Խաչատուր Ավետիսյանը, Խաչիկ Ավետիսյանը եւ այսօր ձերբակալված Վլադիմիր Արաքելյանը։ Եվ քաղաքական գործիչ, որին ճանաչում եմ երևի թե մոտ 20 տարի, եւ այդ 20 տարվա ընթացքում միշտ տեսել եմ, որ դա պայքարել է անարդարության դեմ, ես նկատում եմ Գառնիկ Մարգարյանին։ Եվ ուրեմն, երբ որ արտաքին կառավարումն է միացնում, բոլոր այն համակարգերը, որը ի վիճակի են երկրում ապահովել ինչ որ կոնսոլիդացիա, ինչ որ պաշտպանական գործողություն եւ այլը, նրանք թիրախավորվում են եւ առաջացնում է առաջի հարվածը։ Ես տեսնում եմ, որ առաջի հերթին հիմա սկսել են թիրախավորվել այդպիսի կետերը։ Ես խոսում եմ նաև արտահոսքերի մասին։ Արտահոսքերից ինձ համար պարզ էր, թե ինչ ուղղություններով են նաև տանում եւ լրիվ իրավիճակը ուրեմն պարզելու համար ճիշտ կլինի անել հետեւյալը։ Փորձեք սրտից լրագրողական հետաքննության հասկանալ, որտեղից է իրականացում արտաքին կառավարումը։ Պարզեք այդ երկրների դեսպանների հեռախոսները եւ նրանց զանգահարեք արտաքին կառավարիչներին, մեր իշխանության հանդեպ իրականացնող, եւ պարզեք ցուցակում որ մարդիկ կան եւ որ մարդկանց տներում է որոշված զենք ընտրել։ Այսօր դուք ասում եք, որ այդ ձերբակալված մարդիկ ոչ մի կապ չունեն, այսպես ասած, զինված խմբի հետ։ Այո։ Ուրեմն այսպես է։ Թե ինչ շփումներ է։ Ուրեմն եկեք այսպես։ Հիմա ես զրուցում եմ ձեզ հետ։ Վաղը կարող է պարզվել, որ դուք այդ խմբից եք եղել, որտեղ լրագրողներ կային այդ խմբում էր, որը կարող է մեր մամլո ասուլիսներից մեկում, վաղը կարող է ուրեմն ձեր հարևանությամբ նստած մարդկանց կամ ինձ ասեն, որ շփվել եմ ձեզ հետ։ Եվ այսպես ուրեմն ես չգիտեմ ում հետ ինչպես են շփվել, ես գիտեմ մեկ բան, ինչը ձեզ ասացի։ Այդ մարդիկ
շփվել են հարյուրավոր մարդկանց հետ։ Ինչ որ մեկը դա թույլատրել է, ավելին փաստաբանների ելույթներից ակնհայտ է, որ ներկայացնում են կամ գոնե ակնարկում են նրանց, որ կան ուրեմն տեսաերիցներ, ձայնագրություններ եւ այլն, եւ ձեզ ասում եմ, որ սա առաջին անգամ չէ։ Ես ձեզ ասել եմ, որ երկրում բազմաթիվ անգամ վիճակը հասել է այնպիսին, որ ժողովուրդը միակ ելքը փնտրել է այդպիսի գործողություններ։ Այսօր այդպիսի վիճակ է։ Ում ուզում եք դուրս եկեք փողոց եւ մարդկանց հարցերեք, ինչ ճանապարհով կարելի է երկրի խնդիրները լուծել։ Ձեզ ամեն երկրորդը կամ ամեն առաջինը կասի միայն կրակելով։ Եթե այսպիսի վիճակ է երկրում ստեղծված, եւ ազգային անվտանգության համակարգը թույլ է տալիս որ պատտվեն, նշանակում է ազգային անվտանգության համակարգը ինչ որ մեկը հանձնարարել է այդպես գործել։ Ազգային անվտանգության համակարգը բավականաչափ գրագետ է, որպեսզի պրովոկացիայով չզբաղվի նրան իրավիճակում երկիրը։ Սրա մասին է խոսքը։ Ես վստահաբար ձեզ կարող եմ ասել, որ Ջարնիկը, Ակարյան, ոչ Վլադիմիր Արաքելյան, ոչ Խաչատուր Ավետիսյան, իրենք չեն նախաձեռնել, որ գնանք զինված ճանապարհով տապալենք իշխանությունը։ Զուտ մի պատճառ, որտեղ նրանք գիտեն, որ երկիրը այնպիսի վիճակում է, որ ցնցումների մեջ չի կարող։ Բայց զինանոթերքի մասին է խոսքը իրացնելու, ռազմամթերք իրացնելու բարերի մեջ են։ Ամեն դեպքում բավականին մեծ քանակի զինանոթերք Ես նորից եմ ձեզ ասում, զենք զինանոթերքը տեսել եմ։ Ուրեմն նաև գիտենք, որ այդ մարդիկ կապված են եղել Քեսավի պաշտպանության հետ։ Այստեղից մեկնել են խմբեր Քեսավ։ Որտեղից է այդ զենքը, ինչի համար է եղել եւ այլն, այդ խմբի հետ կապված զենք հասկացան։ Իսկ դրանցից բացի ուրիշի մոտ զենք են հայտնաբերել։ Վլադիմիրի մոտ են զենք հայտնաբերել, Գավի Բակարի մոտ, Խաչկի մոտ, ում մոտ են զենք հայտնաբերել։ Այդ 10 հոգու մոտ մենք տեսել ենք։ Եվ ձեզ էլ խնդրում եմ մեկ բան։ Ես հասկանում եմ խմբագրությունների տված հանձնարարական, ինչ հարցեր բարձր, ինչի վրա ուշադրություն դարձնել եւ այլն։ Այն համակարգերը, որ ստեղծված են երկրի արտաքին կառավարման, նրանք այնպես պետք է անեն, որ մենք այսօր կենտրոնանանք մի բանի վրա, որ իբր թե այդտեղ լրջագույն մի բան է, այս խնդիրը, մյուս խնդիրները գոյություն չունեն, քաոսի վտանգ գոյություն չունի։ Կա այս խումբը, կա այս զենքը, մենք բաղվում ենք դրանով։ Այս խումբը այսօր վերացված է այդ քաոսի իրականացման էլեմենտներից մեկին, բայց վերածվում է իշխանության կողմից։ Եթե Սերժ Սարգսյանը Հայաստանի կառավարիչը, նա կարող է հանգիստ այսօր այդ բոլոր մարդկանց, ում հետ ինքը պատերազմում մասնակցել է, ում ինձնից ավելի լավ է ճանաչում, եւ նրանց հերոսությունները շատ լավ գիտի, նա կարող է նրանց անգամ եթե կասկածում է մի բանում, անգամ եթե մի բառը կամ մի գործողություն այնպես չի եղել, նա կարող է հենց այսօր ներում շնորհի, հետո անցնի երկրում, ուրեմն այդ հնարավոր քաոսի համար երկրի նախապատրաստմանը, երկխոսությունների, բազմախոսությունների եւ այլն։ Եթե նա անում է հակառակ գործողություն, գնում է հիմա այդ ձերբակալությունների ճանապարհով, ես նորից եմ կրկնում, եղել է զենք։ Ինչ որ մարդիկ զինված ճանապարհով ուզել են հարձակվել իշխանության վրա, զավթել այդ իշխանությունը։ Եվ սկսել են ժողովրդին դրա մասին խոսել ժողովրդի հետ։ Ով է ստեղծել այն իրավիճակը, երբ որ ժողովուրդը արձագանքում է, ասում է, այդ ճանապարհով գնանք։ Ով է ստեղծել։ Փորձեք ձեր խմբագրություններով գտնել այդ պատասխանը։ Բացրեք ամբողջ մաքսանա, ով է ստեղծել այդ վիճակը։ Վիճակը ստեղծել է Նիկոլ Բարոն Անչարյան, նորմալ է, որ պետք է այդ քանակությամբ զենք զինամթերք լինի այդ մարդկանց մոտ։ Այս է, չէ՞ խնդիրը։ Մենք ուզում ենք որ դա։ Ուրեմն նորից եմ ձեզ կտոնի։ Զենք զինամթերքը, այդ մասին որ դուք հարցնում եք, զենք զինամթերքը։ Զենք զինամթերքը հայտնաբերվել է մի խմբի մոտ։ Դուք ուրիշներից լսել եք, որ զենք զինամթերք է ձերբել։ Ես էլ չեմ լսել։ Ինչի՞ քարտադատ զենք զինամթերքից հարցնում։ Ինչու՞։ Որի պատասխան է։ Ես պատասխանեցի։ Ես ասեցի, որ մի խմբի մոտ են գտել։ Այսօր ձերբակալեն Գառնիկ Մարգարյանին, Վլադիմիր Արաքելյանին։ Նրանց մոտ զենք զինամթերք է գտել։ Դուք ինձ չեք հարցնում զենք զինամթերքի մասին։ Ես այս հարցը տալիս եմ հատուկ, ճիշտ հասկացեք։ Այսօր բոլորս բացի թղթակից, քաղաքական գործիչ եւ այլ բան լինելուց, մենք այս երկրի քաղաքացիներ ենք։ Մենք կարող ենք այսօր էլ զենք զինամթերք իրար կծբծելով զբաղվենք, իսկ վաղը հայտնենք Սիրիայի վիճակում ու չիմանանք մեր երեխաներին ոնց բրկենք։ Ես ասում եմ գնում եմ այդ ճանապարհին, դուք ասում եք, եկեք մի չեմ խոսենք դրանից։ Խոսենք։ Հետագա զարգացումների ինչ եք ասում, Անչարյան, ինչ է պետք անել, ինչ է հնարավոր անել, ինչ է արվում։ Ես ասացի, ուրեմն ես մեծ հույսեր էի կապում,
որ Սերժ Սարգսյանը ի վիճակի կլինի դուրս գալ այդ վիճակից, որում ուրեմն դրել է ինքը իրեն եւ երկիրը, եւ կարողանար կառավարել գործընթացները այս կոնտեքստում։ Եվ այդ դեպքում մենք կարողանանք իշխանություն, ընդդիմություն, սփյուռք, Արցախ, այդ ամբողջը ժողովուրդը ամբողջականացնել եւ զբաղվել այն խնդիրներով, այն մեծագույն խնդիրներով, որոնք մենք հայտնել ենք։ Եթե ոչ, ապա ուրեմն ասացի այն մի կողմից այդ ուժերով պետք է այդ գործողությունները նախապատրաստել, մյուս կողմից երևի թե դիմենք ստրատեգիական դաշնակիցների Հայաստանի, որոնք եթե գոյություն ունեն, որ նրանք են ուշադրություն դարձնեն, որ արտաքին իրավիճակով խրախուսում են քաոս։ Որ արտաքին ազդեցությունով խրախուսում են քաոս, հրահրում են քաոս։ Եվ ուրեմն մենք կարողանանք ամբողջականացնելով ուժերը հետ մղել այդ վտանգը մեր երկրից։ Մենք հասցնում։ Մենք իրականություն հայ ժողովուրդը։ Եվ Հայաստանի, եւ Սփյուռքի, եւ Արցախի։ Որովհետեւ այդ հարվածը համակարգային է գալիս է բոլորիս, այսօր օրինակ առավել թիրախավորված են ոչ թե Հայաստանում կամ Արցախում, ապա հարվածները այլ, ուրեմն Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, այդպիսի ներուժ կա, այդպիսի զարգացում։ Անկասկած, ուրեմն ներուժ միշտ կա, եւ ես ասացի, մեր ուրեմն շատ լավ կլիներ, որ դրա կենտրոնում լիներ իշխանությունը, որը սպասարկում է երկիրը։ Մենք այսօր ունենք իշխանություն, որը սպասարկում է արտաքին նպատակադրումները, եւ այս իրավիճակում ուրեմն մենք տեսնում ենք արտաքին նպատակագրումներ երկու հստակ խնդիր՝ դեպոպուլյացիա, քաոս։ Պարոն Համաչարյան, դուք մոտավորապես ասացիք, որ արդեն պատկերացնելի է, թե ինչ տեսակ մարդկանց եւ հատկապես ինչ խմբերի տներից պետք է ձեռքեր հայտնաբերվեն, ովքեր հետաքրքրման մեջ չգիտեմ կամ տները ուզարկեն եւ այլն։ Դուք այս ամենից դատելով կարծում եք շատ մարդիկ կան, որոնք այս գործի շրջանակում անազատության։ Ես ձեզ կողմից արդեն ուրիշ հարց կա։ Մենք պետք է կարողանանք ճշտենք դեսպանատունը, որտեղ զանգահարենք եւ դեսպանից հացրանք ցուցակեն դեպրացնել։ Ես դժվարանում եմ այդ գնահատականը, որտեղ ախորժակները տարբեր են լինում։ Դատելով ասենք թե Սիրիայում, Լիբիայում ծավալվող գործընթացներից կամ Ադրբեջանում ծավալվող բավականին շատ։ Հիմնական նպատակը այդ երրորդ ուժի այդ դեպքում։ Նպատակը կարող է արտանշել։ Այն արտաքին ուժերի ես ասացի, դեպոպուլյացիա է քաոս, ասեցի բոլոր տարածաշրջաններում ուրեմն քաոսը կատարվում է, Հայաստանում այդ քաոսը վերցնում է նաև ինտենսիվ, առայժմ քաոսը չսկսված, երկրի դեպոպուլյացիա։ Ովքեր ձեռնական գիտեք ինչ, մեկ անգամ ուրեմն ինձ այդ անհետ հարցը այստեղ տվեցին դրա հետ կապված եւ ես ուրեմն պատասխանեցի, որ եթե Հայաստանն է ձեր բաղանելու, միայն Սերժ Սարգսյանից հետո ասեցի, որովհետեւ ձեզ պատմեցի այդ հանցագործությունով է սկսել։ Ասացի, որ Սերժ Սարգսյանը ձևավորվել է մի հանցախումբ, որը զարգել է իշխանությունը, որը ստեղծել է անանելի իրավիճակ մարդկանց համար եւ հրահրել է նրան, որ ինչ-ինչ մարդիկ զեկով կտրեն իրենց խնդիրները լուծելու ճանապարհ, այսինքն ապրելու, գոյություն ունենալու եւ այլն, հա, այսպեսի ճանապարհ։ Ուրեմն եթե Հայաստանն է գործում, նա պետք է կանոնավորի Սերժ Սարգսյանի, հետո մտածի մյուսների մասին, ես էլ ունեմ մեղավորություն ստեղծված իրավիճակի։ Բայց եթե արտաքին աշխարհն է, դուք կզանգահարեք այդ դեսպանին, կհարցնեք իմ աննկատ ցուցակի մեջ թե ոչ, ես չգիտեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։